Փլատակի վերածված այս շինությունը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է։ Պատճառը սկսված, բայց այդպես էլ չավարտվող շինաշխատանքներն են։ Հստակ ժամկետներ չեն նշվում, իսկ շինաշխատանքների համար անգամ մրցույթ չի հայտարարվել։ Վերջին տեղեկությունների համաձայն նախագիծը գտնվում է Համալիր փորձաքննության փուլում։ Դա վերջին փուլն է, որին հաջորդում է շինարարության մրցույթը։ Թանգարանի դռներն արդեն ավելի քան 2 տարի փակ են, իսկ բանաստեղծի մասին պատմող ցուցանմուշները ցաքուցրիվ են։ Անժամկետ տեղափոխվել են այլ թանգարաններ։ ԿԳՄՍ-ը խոստացել էր շինաշխատանքներն ավարտել 2026-ին, 31 ամսվա ընթացքում։ Ի սկզբանե շինարարությունը պետք է ավարտվեր 2026 թվականի մարտին։ Նախագծով նախատեսված է եղել շենքի ամրակայում, սակայն 2023 թվականի նոյեմբերին քանդման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ երկրորդ մասնաշենքի պատերը հնարավոր չէ պահպանել եւ ամրակայման աշխատանքները դադարեցվել են մինչ այսօր։ Մի պատի խնդիր է, որն ասեցի, ցանկացել են ամրակայեն, ոչ թե քանդեն, բայց այդ սեյսմիկ փորձաքննությամբ պարզվել է, որ դա չի կարող պահել վերևի հարկերը եւ որոշել են քանդել։ Ամբողջ խնդիրը դրանից է ծնվել։ Հովհաննես Թումանյանի թանգարանն ունի ավելի քան 17000 ցուցանմուշ, որոնք պահպանելու խնդիր է առաջացել, քանի որ գործընկեր թանգարանների հետ կնքած պայմանագրերի ժամկետներն ավարտվում են։ Թումանյանի անձնական գրադարանը հիմա Մատենադարանում է։ Կամ նկարները գտնվում են մի մասը պատկերասրահում, մի մասը Մարտիրոս Սարյան թանգարանում, այսինքն բոլոր այն պահոցներին, որոնք պահ են տրվել Թումանյանի ժառանգությունը, պետք է ստիպված մարտին նորից երկարացնենք, թարմացնենք մեր պայմանագրերը։ Շենքի հարևանությամբ բնակվողները դժգոհում են փոշուց եւ շինարարական աղբից։ Քաղաքացիներն ապշած են։ Միթե Թումանյանն արժանի էր նման վերաբերմունքի։ Ինչպես կարելի է ամենայն հայոց բանաստեղծի թանգարանն այսպես անտեսված թողնել։ Շատ են դանդաղում, լավ կներ ավելի արագ բանանի, վերանորոգի, որտեղ սիրված տեղ է թանգարանը, բոլորն էլ գնում են, հատկապես երիտասարդները։ Ամբողջ քաղաքում զգացվում է փոշու, մանավանդ ձմեռվա սեզոնին ավելի շատ է։ Թումանյանի թանգարանն այժմ գործում է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնում։